այդ երազանքը պետականության հայ եկեղեցին ապահել եւ հետեւողականորեն մի քանի 100 տարի ամեն ինչ արել է դրա համար, հասկանալով, վերլուծելով ինչա պետք դրա համար, ինչքան մարդկային ռեսուրս է պետք, ինչքան ֆինանսական ռեսուրս է պետք եւ հարյուրամյակներով գործադրելով այդ ամեն ինչը բերել հասցրել է այն օրվա, երբ որ այս տարածքների վրա հնարավոր կլիներ վերականգնել եւ հայոց պետականությունը հայ եկեղեցու վաստակն է, հասկանալի է, չէ՞, սա տեսակի դեմ է, այսինքն այդ դու սկսում ես հավանել ոչ թե որտեվ նա լավն է կամ ասենք օրինակ ինչպես ես հիմա կլսեմ, չգիտեմ, արաբական էթնիկ երաժշտություն, որը շատ լավն է, լսեցինք, գնահատեցինք, անցանք, դա իրենց երաժշտություն է, բայց երբ որ դա թարգմանաբար ներկայացվում է իբրև հայկական, մտնում է ու զբաղեցնում է հայ երաժշտության, ազգագրական, ժողովրդական, հա, նաև որոշ շատ մեծ բացառություններով գուսանական երգերի այդ ամեն ինչի տեղը զբաղացնում է, դա պարզ է, որ արդեն մշակութային էքսպանսիայի մասին է խոսքը։ Երբ որ դու սենց գիրքը բացում ես ու սենց այս էջի վրա Գյոդակյանը կպնում է այս մյուս էջի վրա այդ ռաբիզին, այսինքն հասկանում ես, նույն հարթության, նույն իրականության մեջ է բերված դրված եւ դա արված է այդպես երաժշտագետների կողմից, որոնք պիտի հակառակը դա խնդիր ունեն այստեղ, որ դա իրենց գործը մաքրելը, չէ՞։ Կարմենի մասին ֆանտաստիկ գրել է Ելենա Աբրազցովան իր հուշերի մեջ, իր կարևոր դերերքից է։ Եվ շատ լավ համեմատություն։ Ես Կալասին եմ լսել Կարմեն։ Այո, Կալասը, բայց միայն ձայնագրությունն երբեք բեմից չի երգել, որտեվ Կալասը ամեն դեպքում սոպրանո էր նաև։ Աբրազցովան ասում է ռուսերեն ասեմ, Կարմեն это Don Juan в юбке։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք ABC ինտերվյուին հյուրեք եկել այսօր։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Բայց ուզում եմ սկսել այնպիսի խնդրից, որ կարծում Հայաստանում այսօր բոլորին է հուզում։ Խոսքը վերաբերվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ուզում եմ գանք ամենասկզբից։ Ես ճիշտ ձեր վերջին շրջանի բոլոր հարցազրույցները նայել եմ։ Դուք խոսում եք այդ խնդրի շուրջ, բայց ուզում եմ գանք սկզբից։ Ինչի այսօրվա իշխանությունը սկսեց արշավ հայ եկեղեցու դեմ։ Պատճառները որոնք են, չէ՞ որ այսօր Հայաստանում այնքան խնդիրներ կան։ Ինչու հենց անդրադարձավ եկեղեցու իր ասած բարենորոգումներին ճակերտավոր։ Իմ խորին համոզմամբ դա արտաքին պատվեր է, որը այսօրվա իշխանությունը կատարում է եւ այսօրվա իշխանությունը այս ժողովրդի վրա կարգվել է հենց այդ պատվերները կատարելու համար։ Իսկ հայ եկեղեցին այն առանցքն է ազգային ինքնագիտակցության, ազգային կարևորագույն հարցերի բարձրաձայնման, նաև ազգային ինքնագիտակցության, ինքնության ձևավորման այդ առանցքն է, որի գոյությունը մշտապես խանգարելու է արտաքին մեր հարևաններին, խաղաղ հարևաններին, որոնց հետ տենց դեպի անհասկանալի խաղաղություն են գնում եւ բնականաբար եւ առավել եւս վեհապար հայրապետի նշանավոր ելույթից հետո եկեղեցիների համաշխարհային ժողովի ժամանակ երբ հայտարարություն էլ նույնիսկ եղավ դրանից հետո եւ անմիջապես հաջորդ օրը Փաշազադեի հայտարարությունից հետո մեր Փաշազադեն լծվեց այդ պատվերի իրականացմանը։ Հայ եկեղեցին ունի շատ լսելի ձայն, համաշխարհային հեղինակություն եւ հայ եկեղեցու հայտարարությունները անշուշտ մեծ եւ լսելի են աշխարհին եւ մեծ նշանակություն ունեն եւ սա է պատճառը այս արշավի եւ բնականաբար թող որևէ մեկը միամիտ չլինի ու չկարծի թե ներքին սրբության կամ կանոնականության կամ չգիտես եսի ինչի մասին է խոսքը առավել եւս երբ դրան լծվում են այդ 10 հոգին կոնկրետ մարդիկ ովքեր հայ եկեղեցուն բացի պարսավանքից եւ հեղինակազրկումից ուրիշ որևէ բան չեն բերել իրենց ողջ ծառայության ընթացքում։ Իսկ այդ սցենարը, որով պատրաստում եք գնալ իշխանությունը ձեզ համար տեսանելի է եւ կարող են հաջողել, իսկ հաջողել Աստված մի արած թե հաջողելու դեպքում հայ առաքելական եկեղեցին Հայաստանի եկեղեցին չէ։ Հայ առաքելական եկեղեցին Հայաստանից դուրս ունի անհամեմատ ավելի շատ հետևորդներ եւ հետնել ունի եւս 3 նվիրապետական աթոռ։
Հիմա այստեղ իրենք կարող են մեզ բոլորիս նույնիսկ, չգիտեմ, հավաքել, լցնել բանտերը, գնդակահարել, գտնել ինչ-որ պատճառ, վերացնել, դա չի նշանակելու հայ եկեղեցու վերացում։ Եվ իրենք կարծում են, թե հայ եկեղեցին այդ անձերն են, որոնց հնարավոր լրացնել, բայց հայ եկեղեցին ժամանակից դուրս տենց հավիտենականության մեջ հսկա կառույց է 2000 տարեկան, որը հնարավոր չի լինելու այս կարգի առավել եւս խայտառակ կերպարներով եւ այդպես բողոքական մոդելի ինչ որ տենց խայտառակ ճանապարհային քարտեզով, որը ավելի շատ նոր աղանդի հիմնման հռչակագիր է եւ ես կարծում եմ եկեղեցին պիտի դրան հենց այդպես էլ արձագանքի, որ սա նոր հերձված է, հայ եկեղեցուն որևէ մեկը որևէ բան չի կարող անել։ Հայ եկեղեցին մասն է ընդհանրական եկեղեցու, Քրիստոսի մարմինն է եւ այդ եկեղեցու գլուխը Քրիստոսն է ինքը, ով պիտի կարողանա ինչ որ մի բան անել։ Ժամանակավոր ինչ որ հալածանքներ, իսեր Աստծո հիմա այդ երբ եկեղեցին հալածանքների տակ չի եղել առաջին դարից սկսած միշտ դա ինչպես տեսնում եք եկեղեցիներին միայն ու միայն հզորացրել եւ բացարձակ որևէ վնաս չի տվել։ Իսկ հայ եկեղեցին այսօր կարող է իր օրակարգը թելադրել եւ ինչպիսին այն կարող է լինել։ Ես կարծում եմ հայ եկեղեցին ոչ թե կարող է, այլ հայ եկեղեցին պետք է իր օրակարգը թելադրի, առաջացնի ընդհանրապես այդ օրակարգը եւ խաղա իր կանոններով։ Անընդհատ մենք ինչ որ իշխանությունների կամ այլոց այս կամ այն արածին արձագանքող ենք, այս պահին։ Ինչու է ապահովում հայ եկեղեցին։ Հարցը ինձ չի պիտի ուղղվի անկեղծ ասած։ Դե ես ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Ես չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ ամենայնական մեծ համբերության եւ մեծ զգուշավորության այնուամենայնիվ մենք հայ եկեղեցին նաեւ այն մոր հանգամանք ունի, որը իհարկե ցավով է տեսնում իր զավակների այս պառակտված վիճակը եւ անջատումը եւ հեռանում անկախ նրանից այդ զավակը իր հասցեին ինչեր է ասում դրանք այնուամենայնիվ դրանց վերաբերվում է այդպես բայց գալիս է ինչ որ մի պահ երբ ամբողջի կյանքը եւ առողջությունը փրկելու համար մենք հաճախ մեզ շատ սիրած մեզ համար շատ թանկ օրգաններից հրաժարվում ենք, չէ՞, երբ որ ինչ որ մի օրգան սկսում է քայքայվել, տենց գանգրեն է սկսվում, պիտի կտրեսն է այդպես վիրահատական միջամտություն է։ Վիրահատական հերձվածը հենց դա է, այսինքն հերձել բառից է, չէ՞, բաժանել, պատռել, հերձել, կտրել եւ դեն նետել։ Ամբողջի կյանքը եւ առողջությունը փրկելու համար կարծում արդեն դրա ժամանակն է, բայց անշուշտ որոշումը կայացնողը վեհապար հայրապետն է եւ կարծում եմ մեծ համբերություն ունի, որը մենք երևի թե մեր երիտասարդության դեռևս կարող եմ ասել երիտասարդությունը, մեր երիտասարդության բերումով այդ համբերությունը, այդ մեծ ահոգությունը, այդ նաեւ շրջահայացությունը չունենք թերևս։ Բայց ես կարծում եմ, որ ժամանակը արդեն մոտ է եւ հիմա հապաղելը անհամեմատ ավելի մեծ վնասներ է բերելու եւ անհամեմատ ավելի շատ մասսաների համար գայթակղություն է լինելու։ Մանավանդ երբ այդ մարդիկ դեռևս իրենց աստիճանի մեջ են եւ իրենց պաշտոնի վրա։ Այսինքն սա էլ է հստակ խնդիր եւ լինելով բարձրաստիճան իրենց ենթակայության տակ ունեն հոգեվորականներ, որոնք բնավ համաձայն չեն այդ ամեն ինչի հետ եւ հավատարիմ են մայրաթորին եւ հայ եկեղեցու կարգին, կանոնին, վեհապար հայրապետին եւ այս մարդիկ էլ են մեղք։ Ուղղակի այս դեպքում նաեւ այո ավելի ցածր կանգնած հոգեվորականները մինչեւ ժողովուրդ, մինչեւ աշխարհականները բոլորը անհասկանալի իրավիճակում են եւ սա լուծումը պետք է տրվի հնարավորինս արագ։ Բայց դուք հետաքրքիր բան ասացիք, ասիք որ այս ամենից եկեղեցին ավելի մաքուր դուրս կգա, ավելի մաքրված դուրս կգա։ Բայց սա նաև հավելյալ պարակտում է մտցնում նաև մեր ժողովրդի մեջ։ Առանց այդ էլ պարակտված էր այս երկու ճամբարների միջև։ Նայեք, այդ պարակտումներին էլ այդպես դրամատիկ պետք չի վերաբերվել իրականում, որովհետև այս պարակտումը բոլորս գիտենք, որ արհեստածին է, եւ այս պարակտումը կլինի այնքան ժամանակ, քան դեռ իշխանությունները կլինեն Հայաստանի ղեկին, հա։ Այսինքն սա մեծ մոլորություն է ասած։ Սա մեծ ոչ ֆարս է, մեծ ֆարս է։ Այս պարակտումը եկեղեցու ներսում գոյացած օրակարգով չի։
Սա արտաքին մի բան է, եւ որ այդ արտաքին լծակները վերանան, չգիտեմ, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չուղեկցեն այդ մարդկանց, չապահովեն նրանց համար եկեղեցիներ եւ հանդիսատես այս դեպքում, որտեղ այդ պատարակներն մի պատարակ չեն, այդ հանդիսատեսը չլինի եւ իրենց պահողները չլինեն, այտենց պետական ապարատներով բնականաբար այս ամեն ինչ կլուծվի, կլուծարվի, կգնա, ամեն ինչ կգնի իր տեղը։ Ինչ կոմունիստները ուրիշ բան էին անում, բայց դա բերեց հայ եկեղեցու պառակտման, հայ ժողովրդի պառակտման, դա տևեց այնքան, քան դեռ իրենք կային։ Էլավ նրանք 70 տարի դիմացան այդ հսկա կայսրությունը իր բոլոր մեխանիզմները, սրանք թող մի 7 տարի էլ դիմանան մաքսիմում։ Հուսանք չէ, աղետ կլինի իհարկե, բայց ինչքան որ կդիման դրանից հետո ամեն բան կընկնի իր տեղը եւ եկեղեցին այս ընթացքում կլինի անհամեմատ ավելի մաքուր, բյուրեղ, ամուր, ժողովուրդը անհամեմատ ավելի շատ բան իմացած, տեղյակ, գիտակից, չէ՞ որ այս ամեն ինչը բերեց նրան, որ նաեւ նրանք ովքեր անտարբեր էին կամ ովքեր հետաքրքրված չէին, սկսեցին հետաքրքրվել, իմ ընկեր շատ աթեիստներ գնացին ի պաշտպանություն մայրաթոռի կանգնեցին այնտեղ, հա նույնիսկ աթեիստները ոնք հասկանում են, որ եկեղեցին հասկանում են, որ անձերի մասին չի էս պայքարը եւ տեսակի լինել չլինելու, ինչպիսին լինելու, հա, այդ անձնագրիտ մեջ կարող ազգություն հայ գրված լինի, բայց դու բացարձակապես լինես, չգիտեմ, ուրիշ մի բան։ Հիմա այս դեպքում նաեւ տեսակի պայքարի հարց է եւ այդ մարդիկ բոլորը դա հասկանում են եւ այդտեղից դուրս կգան մի քիչ ավելի այտենց կոփված բոլոր հալածանքները կոփվում են, եթե մարդը պիտի ամրանա, ուրեմն իրեն այդպես պիտի մետաղի նման տաքացնեն, հետո լավ ծեծեն, հետո մցնեն սառը մի բան, դրանից որակը բարձրանում է միայն ու միայն մարդու դիմադրողականությունը եւ ես առավել քան վստահ, այնպես պատմությունը փաստել է, որ միշտ այդպես է եղել։ Միշտ այդպես է։ Վերջի եթե սեփական եկեղեցու եւ պատմության ճանաչումը կբարձրանա ավելի շատ ժողովրդի մոտ։ Որտեղ սա հավելյալ առիթ է նորից հետ գնալու, հետ գնալու, ուսումնասիրելու, մի հարց ավել տալու եւ երկու պատասխան ավել լսելու։ Դա բավական բան է։ Այն հարցերը, որոնք սովորական կյանքում, առօրյա հանգիստ կյանքում մարդիկ չէին տա եւ չերել հետաքրքրի գուցե իրենց։ Գիտեք, երբ էլի ձեր հարցազրույցից մեկը լսում եմ, այնտեղ ասացիք, որ մենք մշակույթի մեջ խորապես խորը պարտություն ենք գրել։ Եվ ես երբ լսում էի դա, ես հիշեցի դեկտեմբերի 31-ին, ես տարվա մեջ մի անգամ հեռուստացույց եմ նայում, երբ ալիքներն էի փոխում, բոլոր ալիքներով ռաբի երաժշտություններ կամ նման մի բան էր, շատ ցածրաճաշակ, այսպես ցածրորակ։ Եւ հմեկով այնպիսի մի երգ էր հնչում, որը վերցված էր հարևան ժողովուրդներից եւ երկիչը նույնիսկ դատի էին տվել եւ դատը շահել էին։ Եվ հենց այդ երգն էր հմեկով։ Ես ուղղակի օբշեցի այդ փաստից, որ ոչ միայն ռաբիզ է, այլ նաեւ Թշնամու երաժշտությունն է։ Եվ ցավոք այդ պարտությունը եղել է հետևողականորեն եւ տարվել է Իսկ դա պատահականություն չի։ Բացարձակապես ես տարիներ, տասնամյակներ ասում եմ, որ երբ որ կգա մի ժամանակ, երբ որ խրամատի այս կողմում ու այն կողմում կանգնածները կլսեն նույն բանը, եւ այդ նույն բանը լսելուց նույն նաեւ էմոցիաները կունենան։ Հասկանալի կարող եք լսել նույն բանը, դուք այլ կերպ դրան վերաբերվեք, ես այլ կերպ դրան վերաբերեմ, բայց երբ որ մենք երկուսս այդ նույն բանը լսելուց նույն էմոցիան ենք ունենում, նույն զգացողությունը եւ դա նույն կերպ է խոսում մեր հոգու հետ, արվեստը այդպիսի մի բան է, հա, իմաստն է կորում, իսկ ինչի ենք մենք, ասենք, նույն այդ թուրքական երգն է, ասենք թե թարգմանած վատ ու հարաբերական այս դեպքում նաեւ հայերեն բառը ճակերտների մեջ, ասենք հայերեն, որտեղ գրագետ էլ չի։ Հետևաբար ինչ նախնդիրը, որ մենք հանգիստ այդ երգը լսելով իրար հետ նորմալ ինչ որ մի բան արում, բայց սա հասկանալի է, չէ՞ սա տեսակի դեմ է։ Այսինքն այդ դու սկսում ես հավանել ոչ թե որտեվ նա լավն է կամ ասենք օրինակ ինչպես ես հիմա կլսեմ, չգիտեմ, արաբական էթնիկ երաժշտություն, որ շատ լավն է, լսեցինք, գնահատեցինք, անցանք, դա իրենց երաժշտություն է, բայց երբ որ դա թարգմանաբար ներկայացվում է իբրև հայկական, մտնում է ու զբաղեցնում է հայ երաժշտության ազգագրական, ժողովրդական, հա, նաև որոշ շատ մեծ բացառություններով գուսանական երգերի այդ ամեն ինչի տեղը զբաղացնում է, դա պարզ է, որ արդեն մշակութային էքսպանսիայի մասին է խոսքը։ Այսինքն ստեղծվում է մշակութային են հենքը,
որի վրա հնարավոր է լինելու, որտեղ մարդը քանի դեռ ինքը իր մշակույթի կրողն է, նրան փոխելը ծայրահեղ բարդ բան է, անհնար բան է։ Այսինքն մարդու փոփոխությունը սկսվում է նախ այդպես։ Եվ ես տասնամյակներով ասում եմ, որ այո, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության այդ խորհրդում պարտադիր կերպով պիտի լինի Հայաստանի մշակույթի նախարարը, որը հասկանա այդ մշակույթից մի ժողովրդի ինչ պատահական կերպ։ Լինի մշակութային քաղաքականությունն է։ Եվ ոչ միայն լինի մշակութային, այլ մնացած բոլոր քաղաքականությունները պիտի արվեն ի նպաստ այդ մշակութային քաղաքականության, այսինքն ինչի՞ է պետք այդ պետությունը։ Պետության նպատակը ո՞րն է։ Առավել եւս մեր նման փոքր ժողովրդի, հա, ազգային պետություն է ինք։ Հիմա որ պետք է լինի ընդգծված ազգային, կարծում եմ։ Այո, մեր վերապրելու միակ ձևը դա է։ Եվ եթե քո պետության էկոնոմիկան, չգիտես, հազար ու մի բաներ, բանակը, այդ ամեն ինչը չի ապահովում քո մշակույթի, քո իսկ ժողովրդին հասցնելը, քո արվեստագետների գործունեությունը ապահով հանգիստ, բա ինչի համար է այդ պետությունը։ Ուղղակի որ մեր սառնանը լիքը լինի, մեր սառնանը Լոս Անջելեսում է լիքը կլինի, Մոսկվայում է լիքը կլինի։ Հիմա իրանք երետ են քարոզում։ Դե խնդիրը հենց այդ է, այստեղ արդեն ուրեմն պետության մոդելն է իջեցվում, ստորադասվում, պետությունը դառնում է ինչ, այսօր այն պետությունը հարկահավաքությամբ է զբաղված բացառապես։ Այսինքն ինչ կարգված տենց չաթին, բատին, կոզբադին, չէ, որ գնում էին հարկ հավաքելու, մոտավորապես նույն բանն են։ Բա ուր մնաց ուրեմն պետական այդ մոդելը եւ սա սկսվեց հենց այդ պետական ինստիտուտի մոդելի նվազեցման դերով, երբ որ մշակույթի նախարարությունն է վերանում, այդ սա դառնում է ընդհանուր մի հատ մեծ անհասկանալի ու խառնաշփոթ ու սենց բոլորը էկոնոմիկայի գյուղատնտեսության նախարարությունն է վերանում, այդ սա միանում են իրար ու մոդելը իջնում է հասկանում եք մեր պես ժողովուրդները, ես դες ուրիշ բան ասեմ, մեր պես ժողովուրդները հնագույն, որտեղ երկրի ամեն միլիմետրը ինչ որ հուշարձան է, հա, օրինակ Եգիպտոսի նման, ունեն առանձին հնությունների պահպանության նախարարություն։ Այդ նախարարությունը նույնիսկ բանակ ունի Եգիպտոսում պահապանների հսկում գնում են կանգնում են այդ եգիպտական դամբարաններն ու բաները պահպանում են։ Հիմա ոնց կարա մեր ժողովուրդը նախարարության փոխարեն ունենա այդ հսկա այդ ԿԳՄՍ ԱԳԼՃԿ-ի մեջ մի հատ ինչ որ փոքր վարչություն, որը Փառք Աստծո հրաշալի գործում է, բայց այնուամենայնիվ սա հսկա անելիքով, այսինքն եւ այս կարգի, երբ որ մշակույթը ստորադասվում է ու անդադ սիստեմատիկ եւ բերում հասցնում են միայն այնպիսի մի աստիճան, որ ժողովրդին ասում ես, որ չի կարելի, դա ասում են, բա հարսանիքին ինչ Մոցարտ ենք լսելու, ու մեկ էլ դու հասկանում ես, որ այս մարդու համար մի ծերը Մոցարտն է, մյուս ծերը Ռաբիզը, այս արանքում ոչինչ չկա։ Հասկանում գիտակցության մակարդակը, երբ որ մարդուն ասում ես, որ դա չի կարելի լսել, ինքը ասում է, բա Մոցարտ լսեմ, այսինքն այնտեղ չկան ազգագրական մեր երգերը, այդքան գրի առնված, մշակված, նույնիսկ էստրադային մշակումներ արված, բայց առողջ, մաքուր, հայեցի, հայկական, այդ ազգային երգերը հիմա վրա նույնիսկ ջազ եւ ջազային մշակումներ նույնիսկ ինչ ասես կա էլ, չէ, այդ մարդու համար եթե Ռաբիզը չի, ուրեմն Մոցարտն է։ Սա աղետ է։ Բայց դա հեշտ չի լինում, չէ՞, այդ մշակութային ժառանգականության թելը կտրելը, դա երբ եղավ։ Ձեր կարծիքով, դա երկար process է։ Այո, դա մոտավորապես համարյա մի անկախությունից հետո անմիջապես սկսվել է եւ գալիս է մինչեւ մեր օրեր։ Եվ մինչեւ մեր օրեր, երբ որ մի քաղաքի քաղաքապետ կարար իրեն իրավունք վերապահեր ինչ որ մեկին գուսանի կոչում շնորհելու։ Հետո դա հասներ այնպիսի մի աղետալի իրավիճակի, որ երբ որ Գիտությունների ազգային ակադեմիան հրատարակում է Հայաստանի Հանրապետության երաժշտական հանրագիտարան, պատկերացնում եք ինչ եմ ասում, երաժշտական հանրագիտարան, այնտեղ Խաչատրյան, մեծագույն կոմպոզիտորներ եւ այլ մեծագույն կատարողներ եւ միևնույն ժամանակ կա այդ թվարկածս այդ Ռաբիզը եւ հետնել իր այդ հոդվածի մեջ թվարկված են նրա շլագերային երգերը խայտարակ վերնագրերով, այսինքն երբ որ դու սենց գիրքը բացում ես ու սենց
այս էջի վրա Գյոդակյանը կպնում է այս մյուս էջի վրա այդ ռաբիզին, այսինքն հասկանում ես, նույն հարթության, նույն իրականության մեջ է բերված դրված եւ դա արված է այդպես երաժշտագետների կողմից, որոնք պիտի հակառակը դա խնդիր ունեն այստեղ, որ դա իրենց գործը մաքրելը, չէ՞, բրինձ մաքրողի նման նստել, մաքրվել Իրանուն այդտեղ զետեղելով։ Երևի թե լայքերի քանակով ինչպես Այդտեղ ուզում եի ասել, որ մի անգամ ինձ ռաբիս երկիչներից մեկը այդպես հակադարձեց, երբ որ ես խոսում եի այդ թեմայով, ասեց ես միլիոնավոր դիտումներ ունեմ։ Այո, եւ այդ միլիոնավոր դիտումները դարձել են լավի եւ որակի հոմանիշ, ինչը բևեռայնորեն հակառակն է։ Որտեվ այսօր բավականա մեկը դուրս կա մի կապիկություն անի նկարի, գցի ու դա կունենա միլիոնավոր դիտումներ։ Դու ինչքան ուզում ես լուրջ խոսեմ, կարծում ես մեր հաղորդումը ինչ որ տենց տասնյակ հազարների դիտումներ ունելու դրանք նայելու են մարդիկ, ովքեր ի սկզբանե արդեն իսկ որոշակի չէ, կոնտեքստի մեջ են, որոշակի նաև մակարդակի վրա է իրենց գիտելիքը, որոնք նաև լսելուց հասկանում են ինչի մասին ես խոսում։ Հիմա չէ, այն մարդիկ այդ լայքերը նաև շատ լավ արտահայտում է իրական վիճակը։ Որտեղ այդ պրիմիտիվիզմը, այդ ինչ ասեմ, նվազագույն նույնիսկ շեմը չհաղթահարող գեղարվեստականության բացակայությունը այս դեպքում, այդ ամեն ինչը հենց ցուցիչն է ազգի խայտառակ վիճակի որակի։ Սա համաշխարհային տենդենց է, մենակ հայ ժողովրդինը չի, բայց մեր համար անհամեմատ ավելի ցավոտ է։ Եվ վտանգավոր Եվ վտանգավոր, հա, հիմա չգիտեմ, դեռ այն մեծ երկրները ինչ ուզում են թողանեն, իմ գործը չի, իսկ այ մեր ժողովրդինը դա լրջագույն խնդրեմ է, սա լրջագույն խնդրեմ է։ Դա սկսվեց նաև նրանից, երբ որ սկսեցին այդ մարդկանց պետական կոչումներ տալ, վաստակավոր արտիստներ տալ եւ այլն։ Սա աղետ է։ Սա աղետ է, երբ որ պետությունը ասում է այդ սիստեմը չի տարբերակում իրենը եւ օտարը, հասկանում ես, իր պետություն միայն բաները հետախուզությունը օտարի չի արտահայտվում միայն ռազմական դիրքերով, նաեւ մշակութային դիրքերն էլ են քննում, հետո սկսում հարցակում ունենալ կոնկրետ այդ դիրքերի վրա։ Այն դեպքում բիժորը ռեսուրսները մշակութային են ըստեյության։ Եւ միայն որ վերցնես այդպես մեր ռեսուրսները միայն մշակութային են, մի քիչ սպորտային։ Հիմա եթե այդ ամեն ինչի մեջ ասում պետությունը տարբերակում չի դնում եւ նա է իր համար վաստակավոր եւ այն մեկն է իր համար վաստակավոր, դրա բերելու էր սրան։ Սա պատահական չեղավ էլի։ Սա Այ որ զրուցում ենք, ես իջեցի իմ դասախոսներից մեկին համասարանը, որ քիչ են այդ ինքն ասում է քիչը լավը քիչ է, բայց շատ ծանրակշիռ է։ Դուք համաձայն եք այդ բնվան հետ։ Այո, եւ ուրիշ մի բան էլ կա, որ երբեք լավը չի կարող շատ լինել։ Այդ լավը միշտ թթխմոր է, էլի եմ ասել, եւ թթխմորը միշտ քիչ է։ Իրան դնում ես, ինքը պիտի այդ մասան, բայց ինքա կրիտիկական մինիշ, որ այդ դրանից ներքև եղավ, ինքը չի կարող էլ խմորի։ Էլ չի կարող խմորի, այսինքն այդ խմորի պաշարն է մեր պակասել, հասկանում ես, այս ժողովրդի մեջ դա մտավորականներից սկսած, որոնք չկան, արվեստագետներից, որոնք հանկարծ ինչ-որ մի պահի որոշում են, որ իրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, այն դեպքում այստեղ քաղաքականության խնդիր չի, լինելու խնդիր է։ Լինել չլինելու խնդիր, այստեղ արդեն քաղաքականություն էլ չի, հասկանում ես, եւ այդ բոլորը, երբ որ ձեռքերը լվանում են, քաշվում են մի կողմ, արվեստագետները այդպես, երաժշտագետները վերցնում են իրենց աշխատանքի մեջ նաեւ, հա, այտենց իսկ դա բացարձակ դավաճանական գործողություն է։ Էսեջի վրա դնել նրան ու էնեջի վրա նրան, ուսած բերել մի հարթության, սա դավաճանական գործողություն է, եւ երբ որ այդ ամեն ինչ չի արվում, այդ ժողովուրդը ինքը սկսում է չտարբերակել։ Բա ով պիտի, այսինքն չկան այդ ռեցեպտորները չեն զգում, հասկանում ես, մարդը լսում է ակնհայտ ոչ հայկական եւ ակնհայտ թշնամու երաժշտությունը եւ չի տարբերակում, չի զգում։ Ամեկել վերջերս նկատում եմ, որ անդադ ինչ-որ sense վիճաբանություն է գնում, վերլուծաբանները, քաղաքագետներն ասում են, մի մասն ասում է, որ այս ամենը մեղավորը ժողովուրդն է, մյուսը մասն ասում է, որ ժողովուրդը մեղավոր չէ, քանի որ ի վերջո ժողովրդին առաջնորդում են էլիտաները, մշակութային եւ քաղաքական։ Դուք ինչ կարծիք ունեք այդ կապակցությամբ։ Այստեղ բոլորն են մեղավոր։ Եվ ամենասարսափելի բանը,
երբ որ մեկը մյուսի վրա է գցում, ոչ, մեղավոր են բոլորը։ Էլիտաները թերևս մեղավոր էին ամենասկզբից, երբ որ այդ process-ները սկսել էին եւ իրենք էլիտա էին, էլիտա լինելը ենթադրում է, որ դու անհամեմատ ավելի հեռատես պիտի լինես, անհամեմատ ավելի հեռուն դիտելու, այսինքն քո կանգնած դիրքը այնպեսին է, որ դու ավելի մեծ տեսադաշտ ունես, դու ավելի հեռուն պիտի դիտեր ու պիտի կանխեր, բայց այն ժամանակվա իրանց անգործությունը, դրան գումարած միևնույն ժամանակ այս մեդիա հնարավորությունները, երբ որ ամեն տհաս կարող է ինչ-որ մի բան խոսել առանց որևէ բանի, այո, սեղմել այդ կոճակը ու հասանելի դարձնել միլիոնների, դրանից հետո այդ էլիտաները էլ իհարկե արդեն չեն կարող անել այն ինչ որ պիտի անեին, առավելևս այն ուժով եւ այն որակներով, որոնք այն ժամանակ պիտի անեին։ Պահը բաց է թողնված։ Այդ պահը կա տենց անանցանելիության մի բան, հա, точка невозврата ռուսի ասած, всё անդառնալիության ներողություն։ Մենք այդ անդառնալիության կետը անցել ենք, սրանից հետո եկող մեթոդները ծայրահեղ ցավոտ են։ Այն ամեն ինչը ինչ որ առաջ հնարավոր էր բուժել հաբեր խմելով, հիմա բացառապես վիրահատական միջամտությամբ։ Սա սովորական, տարրական տրամաբանություն է եւ մենք այս աստիճանի պարակտված ժողովուրդները տենց խոսքով, զրույցով չեն խմորվում։ Այս ժողովուրդների խմորումը այլևս տեղի ունեմ այսքան պարակտված ժողովուրդների շատ ցավոտ ճանապարհով, որը գալու է մեր գլխին, թող հիմա ասեն ինքը տենց չարագուշակ մարգարեի նման գուժում է, բայց այդ է իրականությունը, այլ ճանապարհ մարդկությունը չի հորինել։ Դա կամ դու վերցնում ես տենց հերթական անգամ հայ ժողովուրդը կապում է իր քոչը ու քոչում է, պես ամենագրեհիկ բառով եմ ասում, տենց թողնում գնում է ինչ որտեղ լուծվում է, վերանում է, գնում է, ինչպես անեցիները գնացին տենց Լեհաստաններ ու ես իմ Եվրոպաներ ու վերացան որպես այդպեսին, կամ էստեղ մնալուց անցնում է դժվարագույն այդ խմորման այդ ճանապարհով, դա կլինի պատերազմ, դա կլինի քաղաքացիական պատերազմ, դա կլինի Այսինքն արժևում ավելի դժվար ժամանակներ են։ Ես կարծում եմ այո։ Ես կարծում եմ, որտեղ որևէ հուսադրող բան չկա, ինչից պիտի մենք ինչը պիտի մեզ հույսներ շնչի այս ընթացքի, որ մասը, երբ որ դու հասկանում ես, երբ որ քեզ զգուշացնողին նույնիսկ դու սկսում ես անպատվել ու վիրավորել միայն նրա համար, որ ինքը չի ասում ինչ որ դու ուզում ես լսել։ Ասում ես ժողովրդին դու ասում ես թե քո գլխին ինչ է գալու, իրանք սկսում են քեզ քարկոծել, անպատվել, միայն նրա համար, որ դու չես ասում ինչ որ իրենց հաճելի է լսել։ Եվ չկա այդտեղ որևէ տրամաբանություն։ Տրամաբանությունը իսպառ անջատված է։ Խորագույն տկարամտություն ա տիրում, երբ որ մարդիկ նույնիսկ ծուլանում են մտածել։ Տրամաբանել սովորական, եթե սա այսպես, հետևաբար այսպես, հիմա այդ սովորական, պրիմիտիվ, իսկ օպս թվում ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ այս պարագայում պրիմիտիվ տարական տրամաբանություն մարդիկ չեն տեսնում, եւ դա երբ որ իրենք սկսելու են տեսնել այն ժամանակ, երբ որ արդեն այդ յաթաղանը լինելու է իրենց ծործորակի վրա։ Ցավալիորեն։ Այո։ Նախանցյալ տարի Սոկուրովը եկել էր Հայաստան, այդ ռուս հայտնի ռեժիսոր, ինքն էլ ասաց Ռուսաստանի մասին, որ Ռուսաստանը ծանր հիվանդ է։ Ոնց մտավորականները միշտ տեսնում են, եթե իսկական մտավորական են եւ ունեն անցած ճանապարհ, պատկերը իրենց համար տեսանելի է։ Թե չէ երբեմն մեր մտավորականներին զանգում ես, հրավիրում ես ինտերվյուի, որպես իրենց կարծիք հայտնեն, ասում են ես դրանով չեմ զբաղվում։ Լավ, արվեստի գործի չասենք։ Իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Ես շատ բան չեմ հասկանում։ Քաղաքականությամբ զբաղվում են միայն երբ պետական այրերը իրենց շնորհավորում են, հատկապես լռության համար, եւ լռության դիմաց։ Չգիտես, բնակարաններ ու գործիքներ են նվիրում, կարելի է մտածել ոչ բնակարան ունեին, ոչ գործիք։ Եվ այդպես սա այդ տեսակին կարող եք իրոք մտավորական ասել, թե չէ, թե ոչ։ Ոչ, իհարկե ոչ։ Նրանք կարող են լինել շատ տաղանդավոր արվեստագետներ, բայց մտավորական չէ։ Որովհետև նույնիսկ այստեղ իրենց մոտ էլ կա այդ անհեռատեսությունը, որտեղ գիտեք,
իրենք այդպես հայտնի են ու սիրված, քանի հայ ժողովուրդ կա, որ հայ ժողովուրդ չեղավ, ու որ այդ թշնամին եկավ ստեղ, ոչ իրենց ժողովրդականը, ոչ իրենց վաստակավորը, ոչ իրենց բնակարանը, ոչ իրենց ռոյալը, ոչ էլ իրենց ստեղծագործություններից որևէ բան չի մնալու։ Այսինքն նույնիսկ իրենց մեծության գրավականը այս ազգի գոյությունն է։ Այս ազգն է այն պատվանդանը, որի վրա իրանք կանգնած են, որ այդ պատվանդանը չեղավ, եւ որ ինչ որ մեկը գալիս է քո պատվանդանը քանդելու ու դու ասում ես հələ արձանին չի հասե, ես հանգիստ իմ համար կանգնած եմ, կանգնի մնա մինչեւ այնտեղից տապալվի, որտեղ այս ժողովուրդն է այն իրենց բարձրացնողը եղել, հասկանում եք։ Եվ հիմա երբ որ այդտենց տապալվում է այդ պատվանդանը, իրենց փլուզումն էլ անխուսափելի լինում, ցավում եմ, որ նույնիսկ իրենց այդ բարձրությունից վաստակի, անուրանալի վաստակի, տարիքի դից պարզ բանը չեն տեսնում։ Մի անգամ ասացիք, որ հայ ժողովուրդը կարծես ծեր մարազմի մեջ գտնվող ժողովուրդ լինի, ինչպես են ժողովուրդները ծեր անում։ Այ դժվար հարց է։ Հենց այդպես էլի ծերությունը ինչ է ծերությունը ընդհանրապես։ Ինչ է ծերությունը։ Երբ մարդը կորցնում է ուղեղը չի աշխատում նորմալ, ֆունկցիաների դանդաղում, ֆունկցիաների վերատնալի օրգանիզմը ընդհանրապես այդ ֆունկցիաները չի կատարում, եւ հետո երբ որ արդեն գնալով դու հասկանում ես կյանք, այս մարմինը չի կարող այլևս կենսունակ լինել, կենսունակ չի, հասկանում ես մի բանը շտկում ես, այն մյուս բանն է փլվում, եւ հետո սկսվում է այդ դոմինոյի պրինցիպով փլվելու process-ը։ Դա ծեր ժողովրդի բանը են, որ հոգնած ժողովուրդ է, հոգնած ինքը պայքարի կենսունակության, ուրախության, առույգության, բան չի, ինքը տենց չտեսնող, աչքը չի տեսնում, ուղեղը չի աշխատում, հիշողությունը կորել է։ Հենց այդպես օրգանիզմը չի գործում։ Իմջել մարդու մարմինը այնքան հետաքրքիր երևույթ է, ինքը տենց բացատրում է, էլի հավաքական գոյականի բոլոր ախտանիշները դու կարող ես տենց մեկ անձի վերցնել ու այդ մարդու օրգանիզմով քննելով տեսնես թե ինչ է կատարվում այդ հավաքականության հետ։ Ցավոք սրտի այո, մենք տենց ծեր եւ մի քիչ մարազմատիկ ժողովուրդ ենք, որը 100 տարին չլրացած, հասկանում ես, մենք հիմա այդ խո չենք խոսում իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել վաղ միջնադարում, սա այն 1000 տարի առաջ, լավ, սա այն 500 տարի առաջ, մենք խոսում ենք իրադարձությունների մասին, որոնք 100 տարին հազիվ ցեղասպանության, իսկ եկեղեցիների ավերի եւ հոգեվորականների հալածանքի 100 տարին էլ չի լրացել։ 100 տարին չի լրացել Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի սպանության։ Մեր եպիսկոպոսների, arczepiskopոսների Սիբիրներում կոտորելու կամ այստեղ Կակեբեի պատվալներում գնդակահարության 100 տարին չի անցել։ Մենք էլի նույն բանն ենք, ինչ ասա, եթե ոչ մարազմ։ Էլ ոնց է լինում այդ մարազմը պոզուպոչով, հենց այդպես։ Իսկ երբ հայոց պատմությանն ենք նայում, այսպես հետ հայացք ենք նետում, այնտեղ կան պատմական էջեր, որոնք իսկապես դասեր են, որոնք մենք լավ սերտելով կարողանանք ճիշտ հետևություններ անել։ Իհարկե, մեր ողջ պատմությունը ամբողջությամբ դաս է, բայց գիտես, նույնիսկ մեր պատմության թվում է թե ամենաշատ խոսացված, ամենավառ իրադարձություններից մեկը, ասենք վերցնենք քրիստոնեության պետական կրոն հռչակում։ Նույնիսկ դա չգիտենք։ Նույնիսկ դա չգիտենք։ Այսինքն մենք ինչ դաս ենք առել։ Հա եթե ինչ որ մեկ կարող է կանգնել ասել երկրի բարձրագույն ղեկին կանգնած մարդ կարող ասի Տրթատ թագավորը հիմնեց հայ եկեղեցին։ Էլ ինչից խոսած դու, ինչից խոսած ու նաև ուրիշները կարող է չգիտակցեն, բայց ինքը խո շատ լավ գիտի թե ինչ ավերագործում դա ասելով, թե ում ջրաղացին է ջուր լցնում եւ քանի ջրաղացի է դրանով ջուր լցնում։ Հիմա ասում եմ, այս դեպքում սեփական պատմությունը ոչ միայն դասեր չխաղելն, այլ չիմանալն է։ Նույնիսկ չիմանալն է ամենապրիմիտիվ մակարդակի վրա, ամենապրիմիտիվ մակարդակի վրա։ Եվ չգիտեն նաև շրջապատում, չէ՞, այնտեղ շատերը կան, չէ՞, խորհրդականներ եւ այլն, որոնք հուշում են, ինչ որ բան են կազմում տալիս են։ Ես այդքան լավատես չեմ, որ ուղղակի չգիտեն։ Ես կարծում եմ շատ լավ գիտեն եւ շատ լավ գիտեն թե ինչա պետք ասել։
իրենք շատ լավ գիտեն ճշմարտությունը, իրականությունը, այդ խորհրդականներն շատ լավ գիտեն եւ գիտեն ինչ ասեն, որ այդ ամեն ինչ մոռացվի, որ այդ ամեն ինչը շուռ տրվի։ Դա էլ է տեխնոլոգիա։ Ամենասովորական պալիտ տեխնոլոգիաներ են, այդպես այսինքն տրոյական ձին երկրի ներսում է։ Իհարկե, վաղուց ներսում է եւ էլի ինչ Արցախի հանձնելուց հետո էլ չհասկանանք, որ այդ ձին վաղուց ոչ թե ներսում է, այդ ձիուց վաղուց դուրս են եկել, քաղաքը վաղուց բացել են դարպասները։ Իհարկե, ասում ինչ Արցախից հետո էլ ինչի վրա մենք պիտի զարմանանք։ Մի ամբողջ 30 տարի գոյություն ունեցող ծաղկում պետությունը կորավ գնաց։ Եվ դուք տեխնոլոգիաները նայեք, այնպես արեցին, որ դա այդպես մեծ, նույնիսկ մեդիա աղմուկ մեծ չբարձրացավ Արցախի կորուստը։ Իհարկե։ Դա սարսափելի էր, ինչպես այդ ամենահեշտ։ 9 ամիս սովամահության մատնելուց հետո 100,000 մարդու ինչի մասին է խոսքը, նույնիսկ դա նորմալ միջազգային մակարդակի վրա չկարողացան ներկայացնել ռուս խաղաղապահներով հանդերձ, որոնք պիտի պահեին այդ կետերն ու չգիտես ինչերը, հա, սա այնքան մեծ հսկա առևտրի մեջ տենց մի մանրադրամի պես մի բան գնաց Արցախի նման հրաշքը, որը մենք ունենք եւ բացարձակապես չհասկացանք դրա գինը, չկարողացանք արժևորել։ Ինձ մոտ երբես հիշում եմ Արցախը, միշտ այնպես տպավորություն, ոնց որ մեզ կարծես դրախտից վտարած լինեն, որովհետև առանց կարծեսի հենց այդպես այո դրախտից տենց վտարվածի նման եւ հիմա էլ փորձում են ամեն ինչ անել թիշողությունը ջնջելու համար, որ հանկարծ Աստված մի արածը ռևանշիստական տրամադրություններ է ժողովրդի մեջ չլինեն, դա է նպատակային արվում, որովհետեւ այդ երազը պահելը Ես միշտ ասում եմ, չէ, հայ ժողովուրդը իր պետականությունը կարողացել է վերականգնել, որտեղ այդ երազանքը պետականության հայ եկեղեցին է պահել եւ հետեւողականորեն մի քանի 100 տարի ամեն ինչ արել է դրա համար, հասկանալով, վերլուծելով ինչ է պետք դրա համար, ինչքան մարդկային ռեսուրս է պետք, ինչքան ֆինանսական ռեսուրս է պետք եւ հարյուրամյակներով գործադրելով այդ ամեն ինչը բերել հասցրել է այն օրվա, երբ որ այս տարածքների վրա հնարավոր կլիներ վերականգնել եւ հայոց պետականությունը հայ եկեղեցու վաստակն է այսօր որ նստել են այդ պետության վրա ու այդպես հարկահավաքի մոտեցմամբ հարստահարում են այս ժողովրդին եւ պետության դեմ էլ վայրահաչում են եկեղեցու դեմ վայրահաչում են այս պետությունը հայ եկեղեցու վաստակն է հայ եկեղեցու եւ նրա հայրապետների տեսլականի այդ երազանքի որը ձևակերպել են դրել են որպես ծրագիր հեռահար եւ կարողացել են իրագործել բայց եկեղեցին պիտի պետականությամբ չզբաղվի հասկանում եք տհաս տգետ այո Բայ խոսենք հայ եկեղեցուց նաև նախորդ յուրը հետաքրիր բան ասաց երբ Մաշտոցը ստեղծում էր հայոց այբուբենը դա ինչ որտեղ նաև ընտրություն էր նաև հայացք էր դեպի արևմուտք որտեղ ըստ էության հայկական այբուբենը գրվում է ձախից աջ ինչպես հունականը ոչ թե օրինակ արաբական այբուբենի նման աջից ձախ իսկ քրիստոնեության ընդունումն ինչ էր ինչու է ժողովուրդը ընդունեց քրիստոնեությունը օրինակ չունեմ Իրանը ընտրեց իսլամը մի քանի դար անց քրիստոնեության ընդունումը ոչ միայն եկեղեցու գործունեության, այլ նաև աշխարհակաղակական process-ների ուղիղ հետևանք է եւ այլ ընթացք չէր կարող լինել։ Սա շատ մեծ դասախոսության թեմա է, շատ մեծ եւ շատ դες հագեցած դասախոսության թեմա է։ Նախ պետք է հասկանանք, որ քրիստոնեությունը եկավ եւ ի տարբերություն հեթանոսության առաջարկեց մարդ եւ Աստված հարաբերությունների միանգամայն այլ մոդել հանկարծ մարդը որը աստվածների ստրուկն էր եւ ստրուկի հանգամանքի մեջ էր ու գոնե թե հելենիստական ընկալումներով հելենիստական իսկ այդ ժամանակվա Հայաստանը հելենիստական պետություն էր եւ ինչքան էլ այսօրվա վայ հեթանոսները ինչ որ հիմար բաներ խոսեն փաստը մնում է փաստ մենք հելենիզմի մեջ հելենիզմի մաս կազմող պետություններ եւ այս ժողովուրդն մարդը որպես այդպեսին ստրուկ էր աստվածներին եւ մեկ էլ հանգարց գալիս է մի կրոն որը մարդուն ասում է դու որդեգիրն ես Աստծո այ Քրիստոսով դու դառնում ես որդեգիրը Աստծո եւ ժառանգակից Քրիստոսի
եւ մահվան այդ սարսափի փոխարեն քեզ տալիս է կյանքի հույս եւ խոստում դրախտում Տիրոջ ներկայության, Աստծո ներկայության մեջ լինելու։ Սա բացարձակապես մարդ եւ Աստված հարաբերությունների այլ մոդել է։ Եվ քրիստոնեության շատ արագ տարածումը պայմանավորված է նաեւ սրանով, որ մարդը իր կյանքում ընդհանրապես որևէ հույս չունի եւ հանկարծ իր առջեւ բացվում են այդ հույսի դռները եւ ինքը տեսնում է, որ կյանք կա եւ սա առաջի դար պետք է հասկանանք։ Առաջի դարից սկսած քրիստոնեությունը։ Առաջի դարից մինչև երրորդ դար քրիստոնեությունը արդեն ոչ միայն հստակ տարածված, ամրացած, ձևավորված ինստիտուցիա էր, նաև եպիսկոպոսական աթոռներով, փոխհարաբերություններով եկեղեցիների միջև Հայաստանում երկու եպիսկոպոսական աթոռով չէ, առաքյալների կողմից հիմնված արտազի եւ սյունյաց աթոռները, որոնք իրար հետ շատ սերտ կապի մեջ են եւ ձևավորում են այդ հայ եկեղեցին եւ այնքան կայացած կառույց, որ մենք նույնիսկ գիտենք քաղաքալների անունները մեզ հասել են մինչեւ Գրիգոր Լուսավորիչ հայ եկեղեցին գլխավորած եպիսկոպոսների, քաղաքալների անունները գիտենք եւ ուզում եմ ասել, որ մեծագույն ազդեցություն ունեցավ հայ ժողովրդում պետական կրոն հռչակման արդեն պարագային, դրանից շատ առաջ տեղի ունեցած Սասանյան հեղաշրջումը Իրանում, երբ որ արշակունիների փոխարեն եկան Սասանյանները, իսկ գիտենք, որ դա մեկ արքայատող մեր երկու ճյուղով, որ թագավորում էր թե Հայաստանում, թե այնտեղ եւ Օրմանյանը շատ կարևոր նաեւ դիտարկում է անում, որ Սասանյան գահաժառանգները գալով Հայաստան արքայից արքայի տիտղոսը փոխանցեցին Խոսրովին, այսինքն Խոսրովը դարձավ նաև Արշակունյաց թագավորական ընտանիքի գլուխ։ Եվ այս կերպ նաև Խոսրովը դառնում է նաև հավակնորդը Իրանի գահի, այսինքն նա ընտանիքի Արշակունյաց արքայատողմի գլուխ ճանաչում են նրան։ Առաջ ամեն դեպքում գլուխը Իրանի շահն էր։ Եվ սրանից հետո իհարկե Արշակունյաց Հայաստանը պիտի ընկներ Սասանյան Իրանի ուշադրության կենտրոնում եւ պիտի ամեն ինչ արվեր այդ վտանգը վերացնելու համար, արդեն գիտենք Խոսրովի սպանությունը, Տրթատի եւ Խոսրովի դուխտի փախցնելը, չէ, հետո նաեւ գիտենք Անակի սպանությունը հայ իշխանների կողմից եւ նրա որդու Սուրենի, որ հետո պիտի դառնար Լուսավորիչը իրենց դայակների կողմից փախցնելը Կեսարիա, բայց նաև այստեղ հստակ կարմիր թելով բոլոր տրամաբանող մարդիկ կարող են տեսնել նույնիսկ ամենաճանաչված, մեր կողմից ընթերցված այդ գրքերում, որ այս երեխաները տարվող մեծացել են քրիստոնեական իրականության մեջ, թե Խոսրովի դուխտը, թե ինքը բուն Գրիգոր Լուսավորիչը, եւ պետք է հասկանանք, որ հետագայում արդեն բաց եմ թողնում շատ երկար պատմություն, հնարավոր չի այդքան պատմել ուղղակի Տրթատի վերահաստատվելը եւ քրիստոնյաների նկատմամբ հալածանք ամեն դեպքում համընկնում է Դիոկլետիանոսի հալածանքի հետ Հռոմում, այսինքն հռոմեական ուժով եկած ու իր թագավորությունը վերականգնած թագավորը չէր կարող ինքնուրույն մի այլ քաղաքականություն վարել մինչեւ վերջը եւ ինչ որ տեղի են process-ները, որ տեղի են Հռոմում, նաեւ արձագանքում էին Հայաստանում, բայց այդ Դիոկլետիանոսից հետո արդեն երբ որ գալիս են Դաշտ Կոստանդիանոսը եւ արդեն սկսվում է նաեւ այնտեղ քրիստոնեական այդ ամեն ինչի եւ հանկարծ միևնույն ժամանակ Տրթատն էլ լրջագույն հենարանի խնդիր ա ունենում, որտեղ առաջ Արշակունների հենարանը Արշակունյաց Իրանն էր, հիմա որը գոյություն չուներ, հիմա միևնույն ժամանակ այդ Հռոմն է, որը էլի անհասկանալի այնտեղ քաղաքացիական պատերազմա սկսվում, ինքը պիտի հենվի իր ժողովրդի վրա եւ իր ժողովուրդը վաղուց քրիստոնյա է։ Մենք նաեւ շատ սովոր ենք տեսնելու տենց սրբապատկերային Տրթատ թագավոր, հաճախ խոնար այդ մկրտության տեսարանում ծնկած այդ ջրերի մեջ։ Այս Տրթատը հզորագույն ռազմաքաղաքական գործիչ է, մարդով երկու անգամ կարողացել է հետ գրավել իր հայրական գահը
մի անգամ գրավել է, հետո հետ են գրավել, գնացել է, հետո 13 տարի հետո նորից է եկել, հետ գրավել, հիմա պատկերացրեք մի ռազմաքաղաքական գործիչ, որը կգա ու կվերականգնի Արցախը։ Այ մենք հիմա որպեսզի հասկանանք թե այդ ինչ որակի Հիմա մենք չենք խոսում այդ մասին։ Իսկ այս դեպքում ոչ թե Արցախի չափ փոքր մի բան, այլ հսկա Հայաստան։ Այսինքն Տրթատը լրջագույն ռազմաքաղաքական գործիչ է, շատ կարևոր, շատ հեչ պատահական չի, որ հայ ժողովրդի պատմության մեջ նա մնացել է մեծ Մագդիրով, մի հատ Տիգրան մեծ ունենք, մի հատ Տրթատ մեծ ունենք, եւ քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն դա կայացած փաստի պետական ճանաչում էր, այդ եկեղեցին վաղուց կար եւ կար իբրև ինստիտուցիա եւ հետագա ընդամենը 100-150 տարիների եկեղեցու պատմությունը երբ որ նայում ենք տեսնում ենք որ այդ զարգացման այնպիսի կտրուկ ընթացք է, որը հնարավոր չէր լինի, եթե չլինեին այդ նախորդ դարերի այդ անցած ճանապարհը, ամբարած պաշարը, հա այդ ամեն ինչը եւ դրա ուղիղ նաեւ հետևանքն է գրերի գյուտը։ Ուղիղ հետևանքն է գրերի գյուտը եւ առաջնային եւ առաջնահերթորեն իհարկե սուրբ գրքի թարգմանությունն էր հայերեն, բայց վստահ ենք, որ այդ սուրբ գրքի թարգմանված վիճակը բանավոր կերպով գոնե թե կար եւ այնքան կատարյալ էր այդ թարգմանությունը, որ մենք տեսնում ենք, որ սա նաեւ ունի բանավոր թարգմանության շրջան եւ կային այդ ժամանակ մարդիկ, որոնք այդպես նայում էին հունարեն տեքստին եւ հայերեն սինխրոն թարգմանությամբ կարդում են, այսինքն process-ը այդ process-ն էլ վաղուց կար, հա, այդ process-ն էլ վաղուց կար, բայց դրա համար իհարկե Մաշտոցի հանճարը եւ իհարկե չէր կարող այդ կրթությունը, որոնք նրանք ստացել էին ամեն դեպքում հունական կրթություններ եւ դա պիտի բերեր իր հետ այդ հունաբանությանը, հունական ֆորմաներին, այբբայնի կազմվածքին, բաների, որոնք հիմա մենք չունենք, բայց օրինակ գրաբարը պահել էր եւ հին հունարենում դա կար երկհնչյունները եւ սա շատ սովորական բնական process էր եւ իհարկե գրերի գյուտը այն բացառիկ պատմական իրադարձությունն է հայ ժողովրդի, որի ազդեցությունը կա մինչեւ հիմա։ Դրանից հետո մենք ունեցել ենք շատ հաղթանակներ նույնիսկ, որոնք մի 50-60 տարի հետո փոշիացել գնացել են եւ այսօր որևէ ներգործություն մեր ժողովրդի վրա չունեն։ Իսկ գրերի գյուտը այն կարևորագույն պատմական իրադարձությունն է եւ այն կարևոր պատմական ակտն է, հա, որ տեղի ունեցել, որ մինչեւ այսօր ազդում է հայ ժողովրդի վրա։ Քրիստոնեության ընդունում գրերի գյուտ։ Քրիստոնեության ընդունում եւ գրերի գյուտ եւ քրիստոնեության ընդունում նաև մի ուրիշ շատ կարևոր բան ունի։ Ինչի գրերը ստեղծվեցին այդպես հանկարծ կարիքը եղավ դրան, որովհետև միևնույն ժամանակ քրիստոնեության ընդունումը եւ Տրթատի այդ ընտրությունը բերեց պետության մոդելի փոփոխման։ Տրթատը առաջի թագավորն էր, որ ստեղծեց ազգային պետություն, որը հենվեց ինքը իր ազգի վրա, որովհետև հելենիստական պետությունները առավել եւս Տիգրանից հետո եկող հա այդ մեծ կայսրությունները են ազգային մոդելի խմբան չեն եւ այստեղ դրա կարիքը հաճախ կարողա չլինել գիտենք կայսրություններ չէ որտեղ արքունիկները իրենց երկրի լեզվով չեն խոսել ռուսական արքունիկը կայսրությունները այդպեսի խնդիր ֆրանսախոս էր անգլիականը գերմանախոս էր շատ երկար ժամանակ այսինքն այդ խնդիրը ազգայինի գնալ չուներ իսկ այս դեպքում արդեն ձևավորվում է որ հենարանը պիտի լինի ժողովուրդը ինքը դրսի հենարանները չպիտի լինեն եւ չեն կարող լինել եւ դրանք սպառնալիքներ են այլևս եւ այդ ազգային մոդելի անցումը նաեւ բերեց դրանից գրերի գյուտը արդեն 50 տարի հետո բերեց այնպիսի մի վերելքի որ պարսիկները հասկացան որ շատ արագ պետք է խփել հիմքին որը բերում է այս ազգային ինքնագիտակցության ձևավորման դա քրիստոնեության ուրացումն էր որ պարտադրում էին ավարայրի ճակատամարտով
Եվ այդ ուրացման հարցը այդ պահին առաջ եկավ նաև դրա համար, որովհետև շատ արագ այդ 50 տարիների ընթացքում հայ գիրն ու գրականությունը իր հետ բերելով նաև հայ երաժշտություն, նաև հավաքագրելով այդ ամեն ինչը եւ ձևավորելով համակարգ, բերում էր ազգային գիտակցության կայացման, ձևավորման եւ այդ էր տագնապը, վտանգը, որ զգացին եւ սկսեցին պարտադրել եւ երբ որ մենք կարդում ենք Ավարայրի ճակատամարտը, հաճախ բացի կրոն ուրանալուց եւ կրոնի ընտրությունից այն կողմ ոչինչ չենք տեսնում։ Բայց այդ այն կողմը մեր ինքնուրույն ինքնատիպ լինելն է, ձև ունենալն է, ինքնուրույն ձև ունենալն է, ազգային ինքնագիտակցության ձևավորումն է։ Եվ հայ ժողովրդի այդ այնց ոտքի ելնելը պատերազմի ազգովի եւ հետո այդ պատերազմի ինչպես շատ հաճախ սխալ են ասում այդ պատերազմի հաղթանակը նվարսակի պայմանագրով որտեվ նա ընդհանրապես պարտված ճակատամարտ է մեծ բարոյական հաղթանակով, որը հեչ ծաղրելի երևույթ չի, շատ մեծ բարոյական ծաղրում են, այլ ասում են պարսկական աղբյուրներում իսկ չի հիշատակվում։ Դե պարսկական աղբյուրներում չի հիշատակվում, որտեվ այնտեղ հաղթանակ չկա իրանց պարսիկների կողմից, որ այդ հաղթանակը լիներ կհիշատակեին ընել ոնց կհիշատակեին, բայց այդ պարտված ճակատամարտը, որը այնուամենայնիվ այդ պատերազմը բերեց Վարսակի պայմանագրով վերացավ այդ պարտադրանքը ուրացման, իսկ ինչը հիմք էր տալիս նաև քո ազգային դպրոցների գրի գրականության շարունակության եւ այդ process-ը դառավ անկասելի այլևս։ Այսինքն սա շատ կարևոր բան է տեսնել այդ process-ների իկոնոգրաֆիկ պատկերի միջից միևնույն ժամանակ ռեալը բերել, այնպես չի որ այդ իկոնոգրաֆիկը չի համապատասխան իրականությանը, բայց դրա մեջ կա նաև այդ կոնկրետ հստակ այդ աշխարհակաղակական լրջագույն process-ները եւ իհարկե այս ամեն ինչի վրա Տիրոջ կամքը այնուամենայնիվ Քրիստոս իջավ եւ մուրճով հարվածեց ու հաստատեց, վերահաստատեց, ամրացրեց հայ եկեղեցին։ Այսինքն մենք չենք մերժում այս դեպքում նաև այդ աստվածային ներգործությունը, բայց այդ ամեն ինչը sense մեծ հսկա process-ներ են։ Եվ նաև չմոռանանք, որ մեզնից հետո ընդամենը 13-15 տարի հետո արդեն Հռոմը, չէ՞, քրիստոնեությունը բան արեց, հռչակեց որպես ազատ կրոն, հետո արդեն նաև բան։ Այսինքն դա այդ այնց համաշխարհային մեծ process էր, մենք պիտի տեսնենք, դա այնց անմիջապես հետո վրացիները եւ հռոմինացանցված բոլոր ժողովուրդները այդ եկեղեցիները սկսեցին արագ դառնալ պետական բաներ։ Իրանը անցում չարեց, մնաց այդտեղ, բայց չդիմացավ նաև 7-րդ դարի այդ իսլամի հզոր արշավանքին եւ մոնոթեիստական ամեն դեպքում այդ մարդկության անցումը այդ միաստվածության դա անկասելի էր գոնե թե այս տարածաշրջանում։ Բայց այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ թշնամու ոտնձգությունները վերաբերում են նաև մեր մշակույթին, երաժշտությանը, չգիտեմ, պարերին, երաժշտական գործիքներին, այդ ձեր կարծիքով պատասխանը ինչպիսի պետք է լինի։ Ես երաժիշտների հետ շատ եմ զրուցում, իրենք ասում են մենք ուղղակի պետք է շարունակենք նվագել, պետք է շարունակենք իմ կարծիքով մի քիչ ավելի լայն պայքար է պետք, չէ՞ կարծում, որովհետև ես նույնիսկ ես ինչ-որ գորգերի խմբում կամ որտեղ հայկական գորգեր են ներկայացնում տառերով, խաչերով, բայց չեն կարողանում մերոնք ապացուցել, որ դա հայկական գորգ է։ Պայքարը կարծես անհավասար են եւ դա ցավեցնում է իսկապես։ Իրենց ասացի մեջ անշուշտ ճշմարտություն կա։ Պայքարի ամենակարևոր ձևը քո աշխատանքը անելն է, բայց անելը շատ լավ։ Շատ լավ։ Նույն գորգագործությանը եթե նայենք, կարծում եմ մենք բավական պարտվում ենք որակական առումով մեր տարածաշրջանի մյուս ժողովուրդներին, նրանց այդ մասշտաբներին եւ նրանց տեխնիկական կատարմանը նաեւ հաճախ միևնույն ժամանակ մեր ամենակարևոր գորգերը մնում են թանգարաններում եւ դրանք չեն դառնում այսօր էլ վերարտադրվող եւ կիրառվող մեր իրականության մեջ, հա։ Մենք վիշապագորգեր վերջին անգամ որտեղ եք տեսել, որ ասենք
տենց դնեն, գործեն, վաճառեն եւ այլն, կամ այն ինչ որ գործում են, դրանք հարմարեցված են մեր այսօրվա շուկայի պահանջներին։ Այ հենց որ արվեստը սկսում է հարմարվել շուկայի պահանջներին, ինքը դառնում է խորը արհեստ։ Այդ մի տարբերությունը շատ կարևոր է, էլի ամեն դեպքում հասկանում ես։ Եվ երաժշտության պարագային դեկորատիվ կիրառական արվեստը իհարկե Հայաստանում խայտառակ վիճակում է, այդ պիտի ասենք։ Իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, գիտես հաճախ մի հատ հիմար երգի համար տենց միջազգային պատերազմներ կծավալեն։ Ես միշտ ասում եմ, անապացուցելի է թե Սարի աղջիկ երգը որ ժողովրդին է պատկանում։ Քրդերը երգում են, եզդիները երգում են, պարսիկները երգում են, հայերը երգում են, թուրքերը երգում են։ Հիմա արդյոք այդ երգը այն արժեքն է, որի համար մենք պիտի տենց պատերազմենք։ Եվ նստենք տենց մի հսկա կենսուն։ Իսկ քանի երգ կա մաքուր հայկական եւ անվիճարկելի, որոնք մնում են այտենց գրի առնված թղթերի վրա եւ մեր երաժիշտները բացարձակապես դրանց չեն էլ անդրադառնում։ Հիմա ինչ որ մեկը վիճարկել է շնորհալու գրած երգերի պատկանելիությունը, չէ։ Քանիսն են երգում դրանք, քանիսը գիտեն դրանք։ Այսինքն մենք այնքան մեծ գանձարան ունենք անվիճարկելի հայկական ամեն ինչի, որը մենք դրել ենք մի կողմ եւ ինչ որ այտենց ուշ շրջանի անհասկանալի կամ շատ վիճարկելի ծագման բաների համար սկսում ենք կռիվ տալ։ Բացի դրանից մշակութային ամեն դեպքում մենք պիտի հասկանանք, որ այս տարածաշրջանում ապրող այդ ժողովուրդները չէին կարող մշակութային փոխառություններ չունենային։ Դա անհնար բան է, խոհանոցից սկսած մինչև մշակութային ինչ դրսևորում ուզում ես երաժշտություն ու չգիտես ինչ։ Սա անխուսափելի բաներ են, բայց դրանց զուգահեռ միևնույն ժամանակ կա այն ամեն ինչ, այն արմատը կա եւ գողություն Աստուծո, հա, ասենք Կոմիտասի շնորհիվ մենք կարողացանք այդ Կոմիտաս կամրջով անցնել միջնադար ու տեսնել թե այնտեղ ինչպես է եղել այդ ամեն ինչը։ Դա է պետք զարգացնել։ Դրա վրա է պետք ամրանալ, ռեսուրս ծախսել, ուժ, կյանք, չգիտես, ֆինանսներ, հասկանում ես, հերթական անգամ 100-րդ անգամ նկարել այդ Սարի գյալին, ինչ որ կլիպով, մի քիչ էսպես երգված, մի քիչ այնպես երգված, մի գործիքավորմամբ կամ մի այլ գործիքավորմամբ, այն դեպքում, որ այնտեղ մնացել են հսկա ծավալ գրի առնված երաժշտական ժառանգություն, որ նույնիսկ տեղյակ էլ չեն։ Այսինքն խնդիրը սա է, բայց սա էլ միևնույն ժամանակ պետության մշակութային քաղաքականության կարևոր անելիք է, որը չկա։ Հիմա պետությունը մինչև չսահմանի այդ մշակութային քաղաքականությունը, հստակ մշակութային հայեցակարգ չհռչակի, ինչ առաջնայնություններ կան եւ այդ առաջնայնություններով չառաջնորդի հասարակությունը, ընդ որում ամենադեմոկրատական ճանապարհներով էլ դա հնարավոր է անել։ Ոչ մեկ չի ասում մշակութային տերորի ենթարկենք կամ եսի ինչ ցենզուրա մտցնենք, չէ, բայց հարկային քաղաքականությունից սկսած, որ կարելի է կիրառել լրատվամիջոցների նկատմամբ, հեռուստաալիքների նկատմամբ, չէ, ասենք X քանակությամբ ժամ կոնկրետ կոնտեքստի երաժշտություն կամ մշակութային հաղորդումներ եթեր տալու դիմաց ունենում ես այսքան սուբսիդավորում կամ այսքան հարկերից ազատում։ Այսօր մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնք բացառապես ֆինանսավորվում են ռեկլամներից, կոմերցիոն բաներից եւ դրանք բնականաբար լինելու են ինչ որ այդ մշակութային էքսպանսիան այդպես է լինում, որտեղ այդ ֆինանսները այնտեղից գալիս են եւ իսկ առանց պետական միջամտության մշակութային վերածնունդը չհնարավոր չի։ Անկեղծ ասեմ, այս իրավիճակում ոչ։ Այս իրավիճակում ոչ, որտեվ դու չունես հիմա ժողովուրդ այն աստիճանի գիտակից վիճակում, որ ինքնուրույնաբար կանի այդ ընտրությունը ճիշտ։ Չունես։ Օրինակ հետսովետական շրջանում ինչի էր մեր ժողովուրդը տենց
ոգեշնչված եւ այլն, որտեվ ամեն դեպքում այդ 60-ականների, 70-ականների մեր երաժիշտները, գրողները, ճարտարապետները հիմնվել էին մեր այդ բուն ազգայինի վրա եւ այդ դարձել էր ֆորմա, որը այդ մարդիկ այդ պահին դրա կրողն էին, հա, որև մեկը չմտածի թե Չարենցով, Սևակով, Շիրազով չի պայմանավորված 90-ականների մեր ազգային վերելքը, Ռաֆայել Իսրայելյանով չի պայմանավորված մեր այդ վերելքը, Մինասով ու Սարյանով ու մնացածով չի, այդ բոլորն են բերել, հասցրել այդ պաշարը, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, չէ՞, դա ամեն դեպքում եղել է պետական նաև, որտեվ եթե չէր գնա, եթե չունենար կոնկրետ որակներ, այսինքն վերահսկվում էր առաջին հերթին կատարողական որակը նաև այդ ամեն ինչի, մեր օրերում ինչ կատարողական, ինչ որակ։ Այսինքն իրավիճակը պատային է, էլի, քանի իշխանությունները կան, ոչինչ անել հնարավոր չի։ Դե մեռանք ասելով էլի, այս 6-7 տարիա դա ենք ասում։ Ինչ ճանապարհներ են փորձում։ 6-7 տարիա դա ենք ասում, որտեվ ամեն դեպքում պետությունը դա հսկայական մեխանիզմ է, ահռելի լծակներով, ահռելի գործիքներով, գործիքակազմով եւ նաեւ ռեսուրսներով մարդկային, այսինքն կազմակերպելու այդ ամեն ինչը, դու ինչ ես ցանում, որ ինչ ընձես։ Ինչ ենք ցանում 7 տարի ամենք ինչ ենք ցանել։ Մշակութային առումով վերջին 37 տարվա ընթացքում ինչ ենք ցանել։ Էդ էլ հնձում ենք։ Իսկ կա որևէ մի գործ, որ ձեր կարծիքով իսկապես հայկական է եւ ներկայացնում այսօրվա հայկական իրողությունները։ Նկատում եք երաժշտական։ Երաժշտական կամ չգիտեմ ֆիլմ, որևէ երգ, գիրք։ Ֆիլմ արտադրությունը մեր չգիտեմ ինչ որակի է, ժամանցային մեկ անգամ դիտելու, նույնիսկ հումորի չէ, ցանցառության մասին վատ որակի ֆիլմեր են հիմնականում արտադրվում։ Երաժշտական շատ կարևոր գործեր կան, շատ հետաքրքիր բաներ կան արված, մենք ունենք լավ կոմպոզիտորներ, իմ սիրած կոմպոզիտորներից օրինակ Դավիթ Հալաջյանի անունը կտամ, այս պահին, որտեղ ինքը իմ ամենասիրածներից է, մարդը ունի Ռուբեն Սևակի բառերով գրված Սիրո մահվան երգեր, ունի շատ ու շատ ստեղծագործություններ, որոնք Նարեկացու Մատյանի մի գլխի վրա ունի գրված մի հսկա երգչախմբային գործ, բայց սրանք ծանր մեծ գործեր են, հասկանում ես, եւ սրանք իհարկե այտենց մեծ այսօրվա եւ այսօրվա չէ ընդհանրապես այ արժեքավոր գործերը օրվա մեջ չեն, էլի իրանք ժամանակի մեջ են, ժամանակի մեջ ստեղծված արժեքավոր շատ բաներ կան։ Մենք ունենք երգչախմբեր, որոնք հրաշալի ծրագրերով երգում են, կատարում են, բայց այդ ամեն ինչը չի կարող մրցակցել նույնիսկ մի ռաբիզ երգչի հանած հերթական ապուշ կլիպի հետ։ Շիրոտ, զզվելի, մուղամներով հագեցած, մերկ մարմիններով հագեցած, որևէ նման կլիպի հետ մենք չենք կարող մրցակցել։ Դասական արվեստը ժամանցային այդ բաներին չի կարող դիմանալ, նա ուրիշ բանի մասին է, այստեղ ժամանցի մասին չի, դասականը խորը, ծանր, լուրջ, իսկ հիմա ամեն ինչ անում, որպեսզի որևէ մեկը լուրջ չլինի։ Այդ դասական մի գործի մասին հարց ունեմ ձեզ, ոչ հայկական։ Այո։ Խոսքը վերաբերում է Կարմեն օպերային, այո, որի տարբերակներ ես եւ հեռուստատեսությամբ եւ մեր օպերային թատրոնում դիտել եմ։ Կարմենի կերպարին էի ուզում անդրադառնալ, որովհետեւ ես հիշում եմ, որ դուք Facebook-յան գրառում եք արել։ Հետաքրքիր որ իրեն բոլորը Հայաստանում իմ տեսած ներկայացումներում այնպես են ներկայացնում, ոչ այնպես որպես ինչպես ես էի պատկերացնում Կարմենին։ Օրինակ ձեր պատկերացումներով ով էր Կարմենը եւ ինչպես պետք էր ներկայացնել։ Կարմենի մասին ֆանտաստիկ գրել է Ելենա Աբրասցովան իր հուշերի մեջ, իր կարևոր դերերքի իրցա։ Եվ շատ լավ համեմատություն։ Ես Կալասին եմ լսել Կարմեն։ Այո, Կալասը, բայց միայն ձայնագրությունն երբեք բեմից չի երգել, որտեվ Կալասը ամեն դեպքում սոպրանո էր նաև։ Աբրասցովան ասում է ռուսերեն ասեմ, Կարմեն это Դոն Ժուան в юбке։ Այսինքն մենք ոչ թե գործ ունենք թեթևաբարո կամ անբարո, ասեմ ավելի այսպես կնոջ հետ եւ առավել եւս երբ որ գնում ես օպերային թատրոն եւ բեմում կանգնած վուլգար, զզվելի ու վանող պորնիկի ես տեսնում,
Դա ոչ միայն որևէ աղերս չունի այդ կերպարը, ոչ Մորիմեի, ոչ էլ Բիզեի առավել եւս ստեղծած կերպարի հետ։ Կարմենը դա ապրաստով ասած փեշով Դոն Ժուանն է։ Այստեղ նույնիսկ գիտես վերլուծություն տարական չկա այդ ներկայացման մեջ, շատ կարևոր դրվագներ կան, որոնք պետք է ճակատագրական այդ ամբողջ սյուժեի վրա հստակ ազդող բացահայտող կերպարը Կարմենի, հա, նրա ընկալումները, նրա համոզումները բոլորը շատ թեթև անցնում են Կարմենի այդ գուշակության արիայի վրայով, հա, որ ինքը այդ թղթերով, կարտերով անդադ իրեն մահ անգնում եւ այդ պահին հնչում աշխարհի եւ ամենագեղեցիկ եւ ամենասարսափելի դրամատիկ արիաներից մեկը երբևէ գրված, որը ասենց լղոզած անցնում են այդ բեմադրության մեջ, դու ոչ նկատում ես, ոչ այդ երկիչն է ինքնակատարում, ոչ էլ ինքնա վերլուծել, որտեվ Կարմենը մեռնում է այդ ժամանակ եւ դրանից դու ինքը գիտի, որ ինքը մեռնելու է, վերջ։ Այսինքն բոլոր այդ մահվան հետ առերեսվելու էմոցիաները Կարմենը պիտի խաղա այդ պահին, ոչ թե այնտեղ մեռնելուց արդեն ոչ թե դանակահարության տեսանում, որտեղ ինքնա գնում է դանակի վրա անգնում ավելի, քան Խոսենա իրեն խփում։ Հասկանում ես, այստեղ իհարկե Կարմենը առաջին հերթին ճակատագրական կին է։ Ճակատագրական կին եւ ոչ թե թեթևաբարոկին, որի կողքը պիտի լինի իրեն համապատասխանող տղամարդ եւ ոչ թե Խոսեի նման թուլամորթ։ Ուղղակի սիրահարված, բայց տղամարդ, որը չի կարող լինել այդպիսի կնոջ կողքին։ Հիմա այս դեպքում այո, պետք է որ բեմում դու գնաս ու տեսնես այդ ճակատագրական կնոջ կերպարը եւ ոչ թե ուղղակի շարքային անբարոյականի։ Իսկ այստեղի բեմադրությունները դուք տեսել եք։ Ես վաղուց մեր օպերային թատրոնում ներկայացումների չեմ գնում։ Շատ վաղուց։ Վերջինը, որ հրաշալի ներկայացում էր Կոնստանտին Օրբելյանի բերած անուններ Մասնեի, որտեղ երգում էր իմ հրաշալի ընկերը Լիպարիտ Ավետիսյան եւ երգում էր Փառահեղ ուղակի։ Եվ ներկայացումներ ֆանտաստիկ ներկայացում։ Նրանց հետո այնց առանձնապես ոչ մի քաշող բան չկա այնտեղ գնալու, որտեվ իմ կենսափորձը ցույց է տվել, որ անմիջապես դրանից հետո ես գնացել եմ տուն եւ սկսել եմ փնտրել նորմալ կատարումներ այդ լսելու մի հատ, որպեսզի այդ տպավորությունը մաքրվի։ Ես պատկերացնում թե հիմա ինձ ոնց կհոշոտեն իմ գոլեգաները օպերայում աշխատող, բայց ինչ արած, Չէ, վերջին ներկայացում այ որ ես գնացել էի, այնտեղ ինչ որ նորարարական մոտեցում էր, այդ Կարմենը չէր, որին ես սովորել էի, ինչ որ ժամանակակից չէ, ինչ որ այն պոզերով Կարմենն էր։ Ինչ որ sense Դե գիտես մենակ ձևավորումը լրիվ ուրիշ էր, հագուստներն այլ է, ինչ որ Սևիլյան։ Ես դրա հետ որևէ խնդիր չունեմ, թող ինձ ժամանակակից ինչ ուզում են ան, բայց երբ որ Կարմենին պոզեր են դնում ու դարձնում են ցուլը, որը արդեն իսկ արական կերպար է, հա, այդ ցուլը, որին պիտի էսկա միլիոն սպանի, այսինքն ստեղ ինքան որևէ աղերս չունի այդ ստեղծագործության հետ այդ ամեն ինչը, այստեղ կա ընդամենը մի հատ այդ կարիդայի մասին տրաֆարետային, հա, իսպանյան ասոցացնող այդ կարիդայի այդ տրաֆարետային պատկերացումը ու փորձել են համապատասխանեցնել այդ դրան, դա նստում է դրա վրա, չի նստում դրա վրա, այդ պատմությունը ինչի մասին է ընդհանրապես։ Ինչի մասն է կարիդանը տեղ նույնիսկ որևէ կերպ չի էլ երևում ընդհանրապես որպես գործողություն, այդքան վառ գործողությունը տեղյամ կուլիսներում, չէ, վերջում մարդիկ գնում են այնտեղ մտնում են, սկսվում է այդ կարիդան, այստեղ սկսվում է Խոսեի եւ Կարմենի վերջին դուետը սպանությամբ։ Հա։ Այսինքն նույնիսկ այնտեղ է, այնտեղից մենք միայն ձայներ ենք լսում։ Նա ինչ որ բան է։ Եվ դա ասենց շուր տալ բերել առաջի պլան ու Կարմենին էլ պոզեր դնել, այդ հատուկ տաղանդ է պետք դրա համար։ Բայ վերջում դες մի քանի բլից հարց ունեմ տալու։ Սիրով փորձենք։ Եթե հնարավորություն ունենայիք մեկին վերակենդանացնելով կլիներ։
Բայ մայրս որտեվ ոչ մի մեծերի չի ուզենա վերակենդանացնել այստեղ մի քիչ բլից ֆորմատից պիտի դուրս գամ գիտեք մեծերը մեծ են որտեվ մենք իրենցից որոշակի հեռավորության վրա ենք ժամանակային հատկապես եւ ցանկացած մեծ տենց Վահրամ Փափազյանը հրաշալի ներկայացնում է Շեքսպիրի անձի մասին խոսելուց համեմատում է Կազբեկ լեռան հետ ասում է դու հերվից երբ որ նայում ես այդ ամբողջ Կազբեկն է իր փառքի մեջ է այդ վեհ տեսարանը բայց երբ որ ճանապարհը գալիս բարձրանում է Կազբեկի վրա համ տեսարանն է կորում համ ճանապարհն է դառնում անանցանելի հետո սկսում են քար փուշ թթվածնային քաղց այդ լեռը քեզ հալածում է քեզ ճնշում է ասում է բավական է դու իջնես ու էլի հեռանաս էլի այդ հսկա այդ վեհ տեսարանը գալիս է աչքիդ առաջ իսկ եւ ասում մեծերը այդպիսին են եւ մենք երբ որ ժամանակային հեռավորություն ունենք իրենց դիտելու այդ կենցաղային նրանց ամեն ինչը մենք չենք տեսնում ենք այդ իրենց ստեղծագործություններով կամ իրենց գործունեության մնացած այդ կերպարը որտեղ անձնական յուրաքանչյուրը ունի իր հոտը, յուրաքանչյուրը ունի իր անհամ տեմբրը ձայնի, հա հազար ու մի շարժու ձևը, մանիերաները կամ եսի մինչերը, որոնք կարող են լինել վանող եւ իմ կյանքի պատմությունն էլ բերում է դրա, որտեղ ես գոհություն Աստծո բավական մեծերի հետ շփվել եմ մեր ժամանակների ժամանակային ինտերվալը մեծերին դիտարկելու համար ամենակարևոր երևույթն է եւ այդ առումով ես կուզեի վերակենդանացնել իմ կյանքի մեծերին մորս իսկ պատմական որ ժամանակաշրջանը կուզեիք տեսնել 7-րդ դարը երևի հայոց ամենածաղկուն փառահեղ ամենաստեղծագործ շրջանը 7-րդ դարը որը մշակութային աննախադեպ վերելքի, ինքնատիպ վերելքի, ինքնության, ասենց եւ անսահման ազատ ու ստեղծագործող։ Երևի մեր 7-րդ դարը կուզեի տեսնել։ Իսկ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Այդ հանձնելու ժամանակը որ տրված էր, որ պիտի տարածքները հանձնեին այդ ժամանակ։ Երևի հանձնելուց մի 4-5 օր առաջ։ Դուք մտածում եք որ հանձնելուց մինչև վերջ սպասում էի որ Չէ, Արցախը նկատի ունեմ, այս դեպքում նկատի ունեմ Քարվաճառը իհարկե, հա, բայց հետո արդեն դրանից հետո երբ որ այդ խաղաղապահների ճանապարհն էր, այդ ժամանակ չեմ եղել Արցախում, վերջին անգամ եղել եմ այդ նոյեմբերի երևի, երբ էր վերջին, դեկտեմբերի սկիզբը, այդպես երբեր չեմ հիշում 20 թվականին։ Հիմա մի բլից հարց պետք է տամ, այդ հարցը երբ տալիս եմ, շատերն ինձ ասում են ինչի է տարբերություն դնում, խոսքը հայկական գեղեցկության մասին է, չասել է ձեզ համար, գեղեցկություն հայկական ձևով եւ կարելի է տարբերակել։ Կարծում եմ, այո, կարելի է տարբերակել, բայց գեղեցկությունը հայկական ձևով շատ հետաքրքիր է։ Նախ հարցը շատ լայն է, ինչ գեղեցկություն, մարդու գեղեցկություն, կնոջ գեղեցկություն, լեզվի գեղեցկություն, այո, հայկական գեղեցկությունը կա եւ հստակ տարբերակելի է իհարկե դա ընդորում երկու տեսակի է լինում եթե մարդկանց կանք հա ամեն դեպքում գեղեցկություն ասեմ մարդկանցից խոսենք լինում է շատ արիստոկրատ եւ շատ գեղեցկական գեղեցիկ է բայց մի դեպքում բավական տենց ազնվական եւ այստեղ արդեն ուրիշ գեղեցկության մասին է խոսքը նաև եւ լինում է տենց պարզ գեղեցկական պարզունակ գեղեցկություն, որը երկարակյաց չի։ Իսկ ազնվական գեղեցկությունը տարիների հետ վերափոխվում է եւ բերում է այդ տարիքի հմայքը, իսկ այնտեղ հմայքը կորում է ինչ որ մի ժամանակից հետո այդ թարմությունը բնության, հա, այդ վառ թարմությունը երբ որ անցնում է արդեն դառնում է անհետաքրքիր իսկ ազնվական գեղեցկության կարևոր մասը ինտելեկտն է կարևոր մասը ինտելեկտն է եւ երբ որ այդ ինտելեկտը կա ուրեմն յուրաքանչյուր տարիքում այդ մարդը հետաքրքիր է որտեղ ինքը այդ տարիքի մեջ է գեղեցիկ կարծում եմ այդպես
Իսկ օտարերկրացիություն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Այնքան դժվար հարց է։ Հիմա կնախընտրեի ընդհանրապես չպատմել, որտեղ ամաչում եմ։ Ներկա Հայաստանի մասին չի պատմի։ Ներկա Հայաստանի մասին ամոթահար կլռեի։ Իսկ օտարերկրացուն կասեի Կոմիտաս, Զվարթնոց եւ Մաշտոց։ Բարերով։ Մաշտոց, հա։ Ու անշուշտ Նարեկացի։ Երևի այդպես։ Մեր 3 ճարտարապետական հուշարձան դնենք մի կողմ, ասենք 3 անձ։ Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս։ Իսկ նախադասություն։ Իսկ նախադասություն չէ, նախադասություն չի ասի, հենց այդ 3 բառը արդեն իսկ նախադասություն են դեռավել։ Այդ ամեն բառից հետո բազմակետ կա էլի, տենց որ բացում ես ոչ թե նախադասություն վեպեր են դառնում։ Ամեն բառից հետո բազմակետ է, որը մեծ ծավալուն ինֆորմացիա է, որ այդքանը կարենանք այդ 3 անձով տանք օտարերկրացիներին բացատրենք, որը ինչ ոնց, այդ մեծ գործ արած կլինենք։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շատ հետաքրքիր զրույցի համար։ Եվ կարևոր կարծում եմ։ Շնորհակալ եմ ես էլ հրավերի համար։